Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, օրենքի նախագծով առաջարկվում է 24 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայության անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում վճարելով 20 միլիոն դրամ և 6 ամիս ժամկետով անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Նրա խոսքով պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարի։ Մինչև 18 տարին և զորակոչային տարիքը լրացած քաղաքացիություն ստացած և այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար օրենքով սահմանված 24-ամյա զինվորական ծառայությունը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայության, իսկ այդ ժամկետում ծառայության չզորակոչելու դիմաց նախատեսել 2.5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն, հայտնել է Պաշտպանության նախարարը։ Նոր նախագծով առաջարկվում է նաև մինչև 16 տարեկանը Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Պապիկյանը նաև հայտնել է, որ օրենքի հեղինակը Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանն է և նախարարական կոմիտեում կառավարությունը ձևակերպել է առաջարկություն, ըստ որի կրճատ ժամկետով 1 ամսով զորակոչվելու դիմաց կվճարվի 24 միլիոն դրամ և 4 ամիս ժամկետով 18 միլիոն դրամ և սահմանել տվյալ զորակոչի ընթացքում դիմումների առավելագույն քանակը, առավելագույն տարիքն էլ սահմանել 32 տարեկանը և այդ առաջարկություններով ներկայացնել Ազգային ժողով։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին։ Հայաստան խմբակցությունը առաջարկել էր Հայաստանի քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Առաջարկվում էր սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300 ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 150-ից 250 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով։ Կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կեղծ խոսույթին։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է պատասխանելով Armenpress գործակալության հարցին։ Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձում, որում կրկին շեշտվում է Արևմտյան Ադրբեջան խոսույթը։ Ինչպես է արձագանքում, ԱԳՆ խոսնակը պատասխանել է. Հայաստանի Հանրապետության տարածքում Արևմտյան Ադրբեջան չկա, Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին, շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, տեղեկացնում են կառավարությունից։ Իրանը կողմ է տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակմանը, բայց դրանք պետք է լինեն Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այս մասին ագարակում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոհբանին։ Այս մասին հայտնում է Sputnik Armenia գործակալությունը։ Նրա խոսքով Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը կարող է իր հետ բերել խաղաղություն և նպաստել դարաշրջանի բարգավաճմանը։ Իրանը աջակցում է խաղաղության համաձայնագրին և կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների և տարածաշրջանի շահերից։ Մենք պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրմանը, որը կարող է պատճառ դառնալ տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակմանը, ասել է Մեհդի Սոհբանին։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ համայնքի բոլոր բնակավայրերի բակային հանրային տարածքներում և բնակելի թաղամասերում իրականացվել են ճանապարհների վերանորոգման ծավալուն աշխատանքներ։ Համայնքային բյուջեով Գեղաշեն բնակավայրում 2660 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կատարվել են վերանորոգման ասֆալտապատման աշխատանքներ։ Շուրջ 1300 քառակուսի մետր մակերեսով փոսային նորոգումներ են կատարվել Մայակովսկի բնակավայրում։ Ճանապարհաշինական աշխատանքների շրջանակում Առինջ բնակավայրում շուրջ 4250 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատվել է Խաչատուր Աբովյան փողոցի խնդրահարույց ճանապարհահատված։
Հայաստանում եւ Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել։ Ուրախ ենք տեղեկացնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության եւ Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության միջև վարչական համաձայնագրի ստորագրման մասին, որն ուղղված է օպերատիվ փոխգործակցության, համատեղ գործունեության եւ արտակարգ իրավիճակներում աջակցության ամրապնդմանը։ Ակնկալում ենք խորացված եւ արդյունավետ համագործակցություն, նշել են Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունից։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ քննարկելու սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Նարեկ Մկրտչյանը ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների եւ ծրագրերի իրականացման գործում։ Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրել է բնակապահովման ծրագրի արդյունքները, մանրամասնելով գործարքները ըստ բնակավայրերի ժամանակագրության, բնակչության համադրելիության, ըստ շահառու ընտանիքների ամուսինների գումարային տարիքի։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տեղեկատվություն շինարարական աշխատանքների ընթացքի, հատկացված ֆինանսական միջոցների եւ այլնի մասին։ Քննարկումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկ դիտարկումները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերի ընթացքում դրանք ներկայացնել նաև գրավոր եղանակով նախատեսվող փոփոխությունների շրջանակում դիտարկելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի թագավորության, Սաուդյան Արաբիայի թագավորության եւ Օմանի սուլթանության քաղաքացիների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի թագավորության, Կատարի պետության, Սաուդյան Արաբիայի թագավորության, Քուվեյթի պետության կամ Օմանի սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար։ Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով։ Ակնհայտ է, որ այս փոփոխություններով կհեշտացնենք մարդկանց այցելությունը մեր երկիր, ինչպես նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը, կառավարության նիստում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասել է, թե այս նախագծի ընդունումից հետո ակնկալում են էական զբոսաշրջային հոսքերի ավելացում։ Գործարար միջավայրն էլ է ողջունում սա, նշել է Պապոյանը։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատանքային այցով եղել է Աբովյան եւ Ակունք համայնքներում տեղում ծանոթանալու պետական բյուջեով կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքների բնակավայրերում իրականացվող աշխատանքներին։ Մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը նախ այցելել է Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոց եւ տնօրեն Արթուր Տաշչյանի ուղեկցությամբ շրջայց կատարել տարածքում, քննարկել ընթացիկ հարցեր ու խնդիրներ։ Հիշեցնենք, որ դպրոցը կառուցվել է ավելի քան 4 միլիարդ դրամ արժեքով Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ։ Էստոնիայի կրթության եւ հետազոտության նախարարի հետ քննարկվել է կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառության հնարավորությունները, երկուստեք ներկայացնելով փորձն ու առաջիկա ծրագրերը։ Այս մասին գրառել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Էստոնիայի դպրոցականները PISA հետազոտության արդյունքներով առաջատար տեղ են գրավում մաթեմատիկայի, ընթերցանության, բնագիտության ուղղություններով։ Կրթական բարեփոխումներն ու այս արդյունքը շուրջ 20 տարի ժամանակ է պահանջել։ Այս տարի առաջին անգամ Հայաստանը նույնպես մասնակցեց PISA-ին։ Արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի։ Դրանք հնարավորություն կտան մեզ ախտորոշել մեր համակարգի խնդիրները եւ աշխատել դրանց լուծման ուղղությամբ, նշված է նախարարի գրառման մեջ։ Առաջիկա 5 տարիներին օդի աղտոտվածության ստուգման 14 անշարժ կայան պետք է ձեռք բերվի։ Կառավարության այսօրվա նիստում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմինձյանը, զեկուցելով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-ից 30 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշումը։
Նախարարը նշել է, որ 2 կայան արդեն ձեռք է բերվել, որոնք կտրամադրվեն Երևանին, որտեղ կտեղակայվեն եւս 4-ը։ Սիմիդյանը հայտնել է, որ եւս 2 շարժական օդի աղտոտվածությունը որոշող դիտակայան է ձեռք բերվելու արտակարգ դեպքերի համար։ Միջոցառումների ծրագրով նաեւ քիմիական լաբորատորիայի վերազինում է իրականացվելու, որով ճշգրտորեն կորոշվի օդում ծանր մետաղների չափաքանակները։ Ըստ նախարարի հիմնվելու է նաեւ ռեֆերենս լաբորատորիա օդի մոնիտորինգի գործիքների ճշգրտությունը որոշելու համար։ Նա նաև հայտնել է, որ նախատեսվում է օրենսդրական նախագծերով հանդես գալ շինհրապարակներում եւ հանքաշահագործողների մոտ փոշե ճնշիչ սարքավորումներ ունենալու կարգավորման մեխանիզմը սահմանելու համար, որոնք տնտեսվարողները պարտավոր կլինեն օգտագործել։ Սիմիդյանը նաև հայտարարել է, թե նախատեսվում է Երևանում շուրջ 41 հեկտար նոր կանաչ տարածքներ ունենալ, ինչի ուղղությամբ նույնպես միջոցառումներ կլինեն։ Իրեն եվրոպական ժառանգության մաս համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շարլ Ազնավուրի կիսանդրին եւս ոչնչացրել է։ Այս մասին տեղեկանում ենք հայկական Լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է. 101 տարի առաջ այսօրը ծնվեց հայ ժողովրդի ականավոր զավակ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շարլ Ազնավուրը։ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի պատմության մեջ։ Նրան արժանի տեղ ապահովելով ոչ միայն որպես հանճարեղ երգիչ, այլև որպես հասարակական ու մշակութային գործիչ։ 1995-ից 2018 թվականներին նա հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որտեղ ակտիվորեն մասնակցում էր հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործին։ Շարլ Ազնավուրը ոչ միայն փայլուն արվեստագետ էր, այլև հայ ժողովրդի մշակութային հիշողության նվիրյալ պահապանը։ Թեև մասնագիտությամբ ճարտարապետ կամ հնագետ չէր, նրա հումանիտար եւ մշակութային գործունեությունը մեծապես նպաստել է հայկական պատմամշակութային կոթողների, այդ թվում եկեղեցիների պահպանմանն ու վերականգնմանը։ 2021 թվականի մայիսի 22-ին Ստեփանակերտում կանգնեցվեց Շարլ Ազնավուրի կիսանդրին, որպես հայ-ֆրանսիական բարեկամության եւ մշակութային կարպերի խորհրդանիշ, սակայն 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից եւ հայաթափումից հետո Ազնավուրի կիսանդրին եւս հայտնվեց ոչնչացման վտանգի տակ, ինչպես արցախյան մյուս մշակութային ժառանգության օրինակները։ Փաստորեն իրեն եվրոպական ժառանգության մաս համարող բարբարոս երկրին իր մշակութային ցեղասպան քաղաքականությունը իրականացնելու ճանապարհին կանգ չառավ նաև այս փաստի առաջ, որ Ազնավուրը ոչ միայն հայ է, այլև առաջին հերթին ֆրանսիական մշակույթի համաշխարհային երգարվեստի անբաժան մասն ու հարստությունն է։ 2024 թվականի փետրվարի 27-ին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը հայտարարություն տարածեց, փաստելով, որ ադրբեջանցի զավթիչները ոչնչացրել են Շարլ Ազնավուրի կիսանդրին։ Ինչպիսին է լինելու Ֆրանսիայի արձագանքը, որի նախագահը Մեծն Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ խոնարհվել նրա վիթխարի մեծության առաջ։ Ասում էր, թե իրենց երկրում պոետները չեն մահանում։ Մենք որպես համաշխարհային մեծության Ազնավուր ծնած ազգի սերունդ համարժեք պատասխան ու արձագանք ամենից առաջ հենց Ֆրանսիայից ենք սպասում, նշված է հաղորդագրության ավարտում։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-ից 22-ին բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցված 14 ավտովթարի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, հանրապետության տարածքում մայիսի 23-ի գիշերը 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 25-ին եւ 27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։